Հալելույա, Տերը օրհնի ձեզ։ Այսօր ուզում եմ խոսել Հիսուսի անվան մասին։ Հիսուսի անվան մասին խոսելը, չգիտեմ, իմ համար շատ մեծ օրհնություն է, բայց մի կողմից էլ գայթակղություն է, որովհետև այդ թեմայի մեջ ես ունեմ շատ սիրելի բաժիններ։ Իմ համար մի քիչ դժվար էր թողնել այդ սիրելի բաժինները ու առաջնորդվել Սուրբ Հոգուց, ասել չէ, ես պիտի խոսեմ այն ինչը որ դու ես ուզում։ Այս անգամ իմ սրտում Սուրբ Հոգին դրեց այս ձևով, որ Աստծո Որդու Հիսուսի անունը կրելը ինչ է նշանակում մեր կյանքում, ինչ է անում մեր կյանքում։ Նախ որ դա շատ պարտավորեցնող մի բան է։ Գիտեք, վերցնել Հիսուսի անունը քո վրա, դուք դրանից պարտավորություն զգում եք։ Հայ ազգը երևի շատ տեղերում պարծենում ասում են մենք քրիստոնյա ենք, ու սա որպես պարծանք է խոսում։ Նայում մուսուլմանական ազգային ասում են մենք քրիստոնյա ենք։ Մեկ-մեկ էլ հայերը իրենց բերանով դավանում են, ասում են այդ մարդկանց հավատքը ավելի մեծ է մուսուլմանների։ Ես կասեմ ոչ թե հավատքն է մեծ, որովհետև դա ճիշտ հավատք չի, այլ իրենց թեկուզ սխալ հավատքին ուժեղ նվիրվածություն ունեն։ Սա նախանձ է գրգռում շատ քրիստոնյաների մեջ։ Շատ քրիստոնյաներ էլ այդպես մնում են սառը ու անտարբեր։ Ինչ է նշանակում, որ դու քո վրա վերցնում ես Հիսուսի անունը։ Հեչ մտածել ես դրա մասին, չէ՞ որ քո վրա արդեն կա այդ անունը, ուզես թե չուզես։ Դու բերանդ բացում ես ու աղոթք ես անում Հիսուս անունով։ Քո վրա դրված է հավատացյալ անունը։ Ամաչում ես դրանից, զգուշացիր։ Հիսուսը ասաց, ես էլ կամաչեմ հորս առջև քեզ դավանել։ Հակառակը, ուրախացիր դրանով։ Գոհ եղիր Աստծուց դրա համար, որովհետև այդ շնորհքը բոլորին չի տրված։ Նրանց է տրված, ովքեր ուզում են, ովքեր իրենց անձը դնում են դրա համար։ Մի քիչ հետո մանրամասն կխոսեմ։ Բայց առաջին բանը, որ ուզում եմ ասել, սա խիստ պարտավորեցնող մի բան է։ Սա պիտի քեզ պարտավորեցնի, եթե դու վերցրել ես Հիսուս անունը։ Պողոս առաքյալը իր աշակերտներից մեկին Տիմոթեոսին գրած երկրորդ նամակում, գիտեք, սա իր կյանքի վերջին նամակն էր, որ ինքը գրեց, սրանից հետո իրեն գլխատել են։ Բայց հոգով լցված ինքը գրում է իր աշակերտին, որ այսպիսի խոսքեր է ասում, պիտի կարդամ երկրորդ թղթի երկրորդ գլխի 19-րդ խոսքը։ Բայց Աստծո հիմքը հաստատուն է մնում, ու այս կնիքը ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են։ Դու ուրախ ես, որ Աստված ճանաչում է քեզ, որովհետև դու քեզ տվել ես իրեն ու դարձել ես իրենը։ Իսկ Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են, եւ անիրավությունից թող հեռու մնա ամեն մեկը, որ Քրիստոսի անունն է դավանում։ Եթե դու այն մարդն ես, որ կանչում ես Հիսուսի անունը, դու պատվեր ունես։ Շատ ուրախալի է, որ ինքը մեզ ճանաչում է, բայց նաև պատվեր ունես, որ անիրավությունից հեռու մնա։ Գիտես ինչ է նշանակում վերցնել Հիսուսի անունը ու մնալ մեղքի մեջ։ Պատկերացնեք սա ինչ պատասխանատվության զգացում պիտի բերի։ Չէ՞ որ քո վրա եղած անվանն ես դու անարգում այդ դեպքում։ Դուք դպրոցում ոլորտը սովորել եք, չէ՞։ Այդ եղել է որ ձեր դասատներից լսեք այսպիսի արտահայտություն։ Դու քո ընտանիքի պատկերն ես։ Այս ինչ անդաստիրակ երեխա է, ծնողները գալիս կռիվ են անում, ասում են ինչի ասեցիր անդաստիրակ։ Ծնողներն են վատ զգում դրանից։ Ասում են մենք մեր երեխային դաստիարակում ենք։ Այսինքն այդ երեխան կարծես թե ինքը մենակ իրեն չի ներկայացնում, ինքը ներկայացնում է իր ընտանիքը, իր հորը, իր ծնողներին, ովքեր որ իր թիկունքում են։ Հավատացյալը ներկայացնում է Աստծո թագավորությունը ու Աստծո թագավորության թագավորին, որովհետև դու գտնվում ես մի աշխարհի մեջ, որտեղ խավարի թագավորությունն է, սատանայի թագավորությունը, ու նա ամեն ինչ կանի, որ քո վրա բիծ գտնի ու այդ անունը անարգի։ Ուրեմն դու պիտի որ անիրավությունից հեռու թող մնա ամեն մեկը, որ Քրիստոսի անունն է դավանում։ Այս խոսքը վերցնելով դու պիտի մաքրես քո գործողությունները, քո խոսքերը ու քո շարժառիթները, այս 3 կարևոր բաժինները։ Դու երբ որ խոսում ես քո հարևանների հետ, քո ծանոթների հետ, ինչպես ես խոսում նրանց հետ։ Նրանք ապրում են Հիսուսի անվան քաղցրությունը քո շուրթերից ելած, թե լսում են նույն անեծքները, հայոյանքը, չգիտեմ, գորգորոցը, այն ինչպես բոլոր աշխարհի մարդիկ են վարվում։ Եթե այդպես զգուշացիր։ Ես չեմ ուզում ձեզ շատ վախացնել, իմ նպատակը դա չի, ես ուղղակի խոսում եմ ճշմարտություն, թե ինչքան պատասխանատու սա մի գործ է։ Հռոմեացիների 2-րդ գլխում մի խոսք կա, որ շատ սթափացնող է։ Աստված ասում է, որովհետև ձեր պատճառով հեթանոսների մեջ իմ անվանն են հայհոյում։ Հեթանոսները են մարդիկ են, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, ու նրա անունը չեն ճանաչում։ Նրանք բազմաստված, չգիտեմ, մեծ աշխարհում հիմա դուք ասեք հեթանոսներ, կասեմ, այո, մենք մինչև Հիսուսին դառնալ եղել ենք հեթանոսներ, որովհետև շատ աստվածներ ենք ունեցել։ Հեթանոսություն նշանակում է բազմաստվածություն։ Մենք Աստված ենք ունեցել մեր պատիվը, մեր մարմնի ցանկությունները, այս աշխարհի հարստությունը, ինչքան այս աշխարհում աստվածներ կան։ Մենք Աստված ենք ունեցել մեր հարազատ ինչ որ մեկին, որ շատ ենք սիրել ու Աստծո փոխարեն դրել ենք այդ մարդուն ու պաշտել։ Այդպես չի։ Մենք եկել ենք Հիսուսին, այսօր երկրպագում ենք, պաշտում ենք Հիսուսին, ազատվել ենք այդ բոլոր աստվածներից, չաստվածներից։ Աստվածաշունչը հաճախ այդպես է գրում կուրքերի համար։ Բայց եթե մենք ապրենք այն առաջվա նման, մեր վրա ունենալով Հիսուս անունը, արդյոք մեր պատճառով այդ անունը անարգված չի լինի։ Գիտեք, շատ հաճախ ես մտածում եմ, որ գուցե հայ ազգի շատ դժբախտությունները եկել են դրա պատճառով, որ ինքը շատ գոռացել է մենք քրիստոնյա ենք։
Մենք առաջին ընդունողներն են քրիստոնեությունը։ Առաջինը պետականորեն ընդունեցինք, բայց արդյոք ապրել են քրիստոնյա վայել։ Շատ դժբախտություններ հավատքին մարդկանց կյանքում կարող են գալ դրա պատճառով, որ վերցնում է Հիսուս անունը իր վրա ու չի ապրում Հիսուս անվանը համապատասխան։ Ասում անիրավությունից թող հեռու մնա ամեն մեկը, որ Հիսուս անունն է դավանում։ Ճանաչիր ճշմարտության խոսքով, թե ինչպես պիտի վարվես, ինչպես պիտի խոսես, ոչ թե անեծքներ, այլ օրհնություններ պիտի դուրս գան։ Ոչ թե մարդկանցից պիտի վերցնես, այլ օգտակար լինես մարդկանց, այս մարմինդ ֆիզիկական աշխատանքներով, ամեն ինչով կարող ես մարդկանց ծառայես, որպեսզի Հիսուս անունը փառավորվի քո վրա ու ոչ թե անարգվի։ Սա մեզ պարտավորեցնում է ապրել շատ զոհաբերած։ Սա ամենաառաջինն էր ապրել սուրբ։ Բայց մի պահ մտածեք ով կարա սուրբ ապրի, եթե իր անձը զոհաբերած չլինի։ Եթե իր փողը, ֆինանսականը, եթե իր պատիվը, իր մարմնի հաճույքները, չգիտեմ այն ամեն ինչը որ կարող գայթակղի ու քեզ հանի Հիսուս անվան մեջից, այդ բոլորը դու զոհաբերած չլինես, ինչպես կարող ես սուրբ ապրել։ Մի շատ հետաքրքիր խոսք է գրված Գործք առաքելոցում 15-րդ գլխում։ Ես ուղղակի նկարագրեմ ինչ էր տեղի ունենում ու ինչի այս խոսքը գրվեց։ Այն ժամանակ առաջի դարում, երբ որ վարդապետությունը քրիստոնեական դեռ ամեն ինչով շատ լավ ձևավորված չէր եկեղեցու մեջ ու շատ վիճաբանություններ կային։ Երբ որ հեթանոսները սկսեցին ընդունել Հիսուսին, հрьяաների մոտ հարց առաջացավ, չէ՞ որ առաջին քրիստոնյաները դրանք հрьяաներն էին։ Իրական առաջի Հիսուսի աշակերտները դրանք հрьяաներն էին։ Հետո իր տարածվեց ամբողջ աշխարհով ու ինչ տեղի ունեցավ, երբ որ հեթանոսները ընդունեցին Հիսուսին, հрьяաների մոտ հարց առաջացավ, արդյոք իրենք պիտի թլպատվեն, թե չէ։ Իրենք պիտի Մովսեսի 10 պատվիրանները պահեն, թե չէ, օրենքը ընդհանրապես պիտի պահեն, թե չէ։ Ու շատ վիճաբանություն առաջացավ։ Այն մարդիկ, ովքեր ազատ էին մտածելակերպի մեջ, այսինքն ազատ էին մշակութային մտածելակերպից, իրենք կարողացան հաստատուն կանգնել ու ասել, որ չէ, հեթանոսները պիտի չպահեն։ Այն մյուսները վիճեցին դրա դեմ, ու ինչ տեղի ունեցավ, շատ խելոք մի բան արեցին առաջի դարում։ Իրենք հավաքվեցին, ասացին պիտի քննարկենք այս հարցը։ Հավաքվեցին Երուսաղեմում, նշանավոր բոլոր առաքյալները, բոլոր գործիչները մարգարեներով հավաքվեցին ու քննարկեցին այս գործը։ Ու իրենք որոշեցին, որ հեթանոսներին պետք չի ոչ թլպատվել, ոչ էլ օրենքը պահել։ Փառք Հիսուսին դրա համար։ Մենք այդ մարդկանցից ենք։ Աստված այդ падգամը մեզ ուղարկեց, ասես թող հեռու մնան միայն այս հեթանոսական որոշ արարողություններից, այնտեղ 4 բան ասում, փղծություններ կար, որ հեթանոսները գործում էին, եւ էլ դրա մասին չի ասում։ Ու ուզում եմ ոչ թե ամբողջ նամակը կարդալ, այլ միայն մի արտահայտություն։ Գրված է Գործք առաքելոց 15-րդ գլխում։ Մեզ միաբանությամբ հավաքվածներից լավ երևաց, որ այս մարդիկ ընտրելով ձեզ ուղարկենք մեր սիրելիներին Բարնաբասի ու Պողոսի հետ, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար անձերնին մատնած մարդիկ են։ Ամբողջ նամակից միայն այս հատվածն եմ վերցնում։ Մեն падգամը թե ինչ պիտի պահեն, չպահեն, այս սրանք չեմ կարդում։ Նամակի մեջ Հակոբոսն էր հիմնականում ղեկավարը, այդ ժամանակ եկեղեցու գրում էր այս նամակը, այսպես ասում. մեզ միաբանությամբ հավաքվածներից լավ երևաց, որ այս մարդկանց էլ ուղարկենք Պողոսի ու Բարնաբասի հետ։ Պողոսն ու Բարնաբասը այն մարդիկ էին, ովքեր հիմնել էին այդ եկեղեցիները, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար իրենց անձերը մատնած կամ զոհաբերած մարդիկ են։ Եթե երբևէ պետք լինի, որ ինչ-որ մեկը ձեր համար բնութագիր գրի, ինչպիսի բնութագիր կգրի։ Դուք էլ վերցրել եք աշխատավայրից, ձեր սովորելու վայրից բնութագիր, որ գրել են ես ինչ ուսանողը կամ ես ինչ աշխատողը, ձեր անուն ազգանունով, շատ լավ, այսպես աշխատող այս թերությունն էլ ունի։ Չգիտեմ, այսպես գրել են ձեր համար բնութագրեր։ Ինչ-որ մեկը բանակից է վերցնում, ինչ-որ մեկը աշխատավայրից, սա այնքան նման է, որ այս նամակի մեջ փոքրիկ բնութագիր էր գրված այս մարդկանց համար։ Եվ ավելի կարևոր բնութագիր քրիստոնյայի համար գոյություն չունի, հավատացեք։ Մի պահ նորից նայեք այս խոսքին, ինչ է գրված։ Ասում է, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար իրենց անձերը մատնած մարդիկ են։ Մի յուրահատուկ, որ պատրաստ են իրենց անձերը մատնել, զոհաբերել, սպանվել Տեր Հիսուսի անվան համար։ Հիսուսի անունը փառավորվի։ Ուրեմն ինչ արժեք ուներ այս մարդկանց համար Հիսուսի անունը իրենց վրա, որ իրենք պատրաստ են իրենց անձերը մատնել։ Գիտեք, անձերը մատնել հենց դա է նկատի ունի, անձերը զոհաբերել։ Մի ուրիշ տեղում սրա վառ ապացույցն է երևում։ Երբ որ Պողոս առաքյալի համար հայտնություն է լինում, ինքը որոշել էր, որ պիտի գնա Երուսաղեմ, Պենտեկոստեին լինի Երուսաղեմում։ Դա Գործք առաքելոցում ավելի ուշ է գրված։ Ուրեմն ինչ է տեղի ունենում։ Հայտնում է մի մարգարե Ագոբոս անունով, ասում է, եթե դու գնաս Երուսաղեմ, քեզ այսպես կկապեն, ցույց է տալիս գոտի կապում է իր ձեռքերը, քեզ այսպես կկապեն ու կմատնեն հեթանոսներին։ Պողոսի աշակերտները նորից հայտնություններ են ունենում ու նույնիսկ սկսում են լացել, խնդրում են լացով, ասում են Պողոս, ինչ կլինի, մի գնա, որ քեզ չկապեն, չմատնեն հեթանոսներին, չարչարանք չկրես։ Պողոս ասում է, ինչ եք լացում, իմ սիրտս էլ ճմլում եք։ Հիսուսի անվան համար ոչ միայն կապվելու, մեռնելու էլ պատրաստ եմ, ու ինքը հաստատուն գնում է ու իսկապես հանդիպում է այդ կապանքներին ու չարչարանքին։
Կարդացել եք Գործք առաքելոցը։ Բանտարկվում է, ընկնում է նեղությունների մեջ, նավաբեկության մեջ, ու այդպես դժվարություններով հասնում է հռամ, բայց Աստծո ծրագիրն է իրականանում այդ բոլորի մեջ։ Հալելույա։ Ուզում ես լինել Աստծո ծրագրի մեջ, ես պետք է լինել անձդ զոհաբերած, անձդ Հիսուսի անվան համար մատնած մի մարդ։ Հիսուսի անունը մեզ մի բանում էլ է շատ պարտավորեցնում, որ մենք լինենք Հիսուսի անունից խոսացողներ։ Տեսեք ինչ է գրված, եթե դու վերցրել ես քո վրա Հիսուս անունը, ես պիտի կարդամ Ղուկաս ավետարանում 24-րդ գլխի 46 եւ 47-րդ խոսքերը։ Հիսուսը ինքը բացատրում է մարգարեություններից ու Մովսեսի օրենքից իր մասին գրված խոսքերը ու այսպեսի մի բան է ասում դրա մեջ։ Եվ ասաց նրանց, թե այսպես գրված է. այսպես պետք էր Քրիստոսի չարչարվելը ու երրորդ օրը մեռելներից հարություն առնելը եւ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Ու դուք եք այս բաների վկաները։ Եվ նրա անունով, Հիսուսի անունով պետք էր, որ ինքը չարչարվեր, հարություն առներ մեռելներից, ու նրա անունով ապաշխարությունը մեղքերի թողություն քարոզվեր։ Ամբողջ աշխարհով մեկ։ Նրա անունով, այս շատ եմ հավանում այս խոսքը, որովհետև Հիսուսի անունով քարոզել մեղքերի թողություն, ապաշխարություն, գիտեք, սա կյանքի ամենակարևոր ծառայություններից մեկն է։ Հենց ամենակարևոր ծառայությունն է։ Եթե մարդիկ չեն փրկվելու ու երկնքի թակարություն չեն մտնելու, այդ մարդկանց ինչ ուզում եք արեք, դուք լավությունն առաջ չեք լինի։ Այն որ դուք չեք խոսի Հիսուսի անունից իրենց, դուք արդեն վատություն եք անում դրանով իրենց։ Շատ հետաքրքիր մի արտահայտություն է սա, որ Հիսուսի անունով ապաշխարություն քարոզվի։ Սա ինչ եք կարծում միայն առաքյալների գործն էր, որ պիտի գնային հեթանոսների մեջ քարոզելու։ Նայեք ձեր շուրջը, ով պիտի գա ձեր շուրջը անհավատ մարդկանց Քրիստոս քարոզելու, եթե դուք դա չանեք։ Դուք հաստատ պատահական չեք գտնվում այդ վայրում։ Պատահական չեք գտնվում այնտեղ, որտեղ այսօր կաք, աշխատում եք ու ձեր շուրջը կան անհավատներ։ Դա հենց այնտեղն է, որ գործերով, խոսքերով դուք պիտի քարոզեք Հիսուսի անունով ապաշխարություն։ Ցույց տաք, որ կա մի երջանկություն, որը դեռ իրենք չունեն ու կարող են ունենալ։ Երուսաղեմում մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ արդեն Հիսուսի համբարձումից հետո։ Առաքյալները ու շատ մարդիկ հավաքված իրար հետ աղոթք են անում ու եկեղեցին ուժեղ ձևով զորանում է Երուսաղեմում ու ամբողջ Հրեաստանում։ Կարծես թե ոչ մի ուրիշ բանի կարիք չկա։ Մեկ էլ մի շատ մեծ նեղություն է գալիս։ Գիտեք, Սովոս անունով մեկը, որ մտավ եկեղեցի ու սկսեց եկեղեցու անդամներին բանտարկել, մինչև սպանելու աստիճան։ Մեկին էլ սպանեցին քարկոծին, որ գրված է Գործք առաքելոցում։ Այս մարդու կատարած աշխատանքը, որ այս բոլոր եկեղեցին մեծ հալածանքի մեջ, նեղության մեջ էր գցել, հենց այնպես չէր, պատահական չէր։ Գիտեք ինչ տեղի ունեցավ, գրված է բոլորը փախան Երուսաղեմից ու Հրեաստանից, բացի առաքյալներից։ Ու այս փախածները ինչ էին անում։ Իրենք գնում էին ու խոսում էին, քարոզում էին, կարդացել եք շատ օրհնյալ խոսքերից մեկն է սա։ Գործք առաքելոց 8-րդ գլխում գրված է, որ այդ ցրվածները 8-րդ գլխի հենց առաջի խոսքերից դրա մասին է գրված։ Ուղղակի կարդամ։ Եվ այն օրը մեծ հալածում եղավ Երուսաղեմում եղող եկեղեցի վրա եւ առաքյալներից բացի բոլորը ցիրուցան եղան Հրեաստանի ու Սամարիայի երկրների մեջ։ Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին վերցրեցին ու նրա վրա մեծ ողջ ապարեցին։ Բայց Սողոսը եկեղեցուն շատ վնաս էր տալիս։ Տներ էր մտնում, այրեր ու կիներ, քաշում էր եւ բան դնել էր տալիս։ Եվ այն ցրվածները, ցիրուցան եղածները շրջում էին եւ խոսքը քարոզում էին։ Այսինքն իրանք ուղղակի չէին փախել, թաքնվել, բերանները փակել։ Հակառակը ցրվել էին հեթանոսների մեջ ու շարունակում էին խոսել Հիսուսից։ Եվ հաջորդ խոսքը, որ իմ ամենասիրած խոսքերից մեկն է, Փիլիպոսն էլ Սամարիայի մի քաղաքը իջնելով Քրիստոս էր քարոզում։ Պարզագույն խոսք է։ Փիլիպոսն էլ Սամարիայի մի քաղաքը իջնելով Քրիստոս էր քարոզում։ Դու, որ մարդկանց մեջ ես լինում, ինչ ես քարոզում։ Եկեղեցու լավը լինելը, ասում ես մարդիկ շատ բարի են, ճիշտ չի։ Ասում ես, որ պետք է լինել բարի, դա էլ ճիշտ չի։ Ասում ես, որ պետք է ինչ անել։ Չգիտեմ, որ պետք է գալ եկեղեցի, շատ մարդիկ ասում են, խոսում եմ, չեն գալիս։ Ասում գիտես ինչի չեն գալիս, որովհետև Հիսուսին չեն գտնում։ Պետք չի մարդուն ասել արի, ինչի համար գա, ուր գա։ Պետք չի մարդուն ասել մեղքերը թող, ինչի համար թողնի այդ մարդը մեղքերը։ Պետք է Քրիստոս քարոզել։ Մինչև մարդը Հիսուսի համը չառնի, ինչպես մեղքերը կթողնի։ Մինչև ինքը չապրի, թե այդ ինչ քաղցրությունը Աստծո հետ ապրել է, ինքը չի էլ հասկանա, որ այդ մեղքերը իրեն խանգարում են, որ այդ քաղցրությունը ապրի, որ երջանկությունը ունենա։ Մարդկանց Քրիստոսը պետք քարոզել։ Ոչ եկեղեցի, ոչ բարի գործեր, ոչ մեղքեր թողնել, Քրիստոս քարոզեք, ու մարդիկ իրենք կհասկանան։ Սուրբ Հոգին կգա իրենց սրտերի մեջ ու Սուրբ Հոգին կհանդիմանի, որ այս բանը մի արա, այս բանը արա։ Նաև դուք սովորեցնեք ընդունելուց հետո։ Հալելույա։ Գրված է Փիլիպոսը իջավ Սամարիայի մի քաղաքը, Քրիստոս էր քարոզում նրանց։ Քրիստոս էր քարոզում։ Սա պարտավորեցնում է քեզ։ Հիսուս անունը ունենալը պարտավորեցնում է, որ դու քարոզես Քրիստոս։ Գիտես, հենց Քրիստոս քարոզել բառի արտահայտության մեջ այնքան մեծ բան կա։ Խոսել այդ անվան մեծությունը, խոսել այդ անունը կրողի մեծությունը,
ցույց տալ նրա քաղցրությունը, նրա արած գործը։ Ինչ եք կարծում, ուղղակի Փիլիպոսը շրջում էր, ասում էր ես Քրիստոս եմ քարոզում, հո սենց չէր։ Ասում էր Քրիստոսը ձեզ այնքան շատ է սիրել, որ իր անձը տվել է ձեր համար, այսինքն այն ճշմարտությունը, այն գործը, որ արել էր Հիսուսը, այսա էր քարոզում։ Որ Հիսուսը ձեզ շատ է սիրում, այսօր պատրաստ է ձեզ ընդունելու։ Ու ցանկացած մեկը ասեք Հիսուս ինձ ընդունիր, ինքը խոստացել է ինձ եկողին բնավ դուրս պիտի չանեմ։ Հիշում եք այս խոսքը։ Աստծո օրհնյալ խոսքերից մեկը, որ ինձ եկողին բնավ դուրս պիտի չանեմ։ Հենց սիրտդ բացում ես, ասում ես Հիսուս, գալիս եմ քեզ, անմիջապես ինքը գրկաբաց ընդունում է քեզ, որովհետև շատ է սիրում քեզ ու քո համար իր կյանքն է տվել։ Ինչպես չի ընդունի։ Ինչ պետք է քարոզել։ Պողոս առաքյալի խոսքն եմ շատ հավանում, որ ասում է ինձ տրվեց հեթանոսների մեջ Քրիստոսի անքննելի ճոխությունը քարոզել, որ կարդացի ես խոսքը անքննելի ճոխություն։ Ասի Հիսուս, ես ինչի մասին է խոսքը։ Աղոթեցի տենց, ասացի Հիսուս, ես ինչի մասին է խոսքը։ Ես տենց անքննելի ճոխություն չեմ ճանաչում։ Բացվի ինձ, որ ես ճանաչեմ, ես էլ խոսեմ քո անքննելի ճոխությունը։ Այնքան մեծ է Քրիստոսի շնորհքի ճոխությունը, նրա ներսի աշխարհի մեծությունը, որ ինչքան էլ բացվի ու ինչքան էլ ճանաչենք իրեն, հավիտյան պիտի ճանաչենք ու չի վերջանալու դա։ Հալելույա։ Այսա է պետք քարոզել։ Այս բոլոր խոսքերը իրար հետ վերցրած, ինչ որ պարտավորեցնում է մեզ անել, մի ընդհանուր խոսքի մեջ է փակված՝ ապրել Հիսուսի անվան մեջ։ Կարդացել եք այդպիսի խոսք։ Կողոսացիների 3-րդ գլխում է գրված 17-րդ խոսքում։ Գրված է այսպես. «Եվ ամեն ինչ որ կանեք, թե խոսքով, թե գործերով, բոլորը Տեր Հիսուսի անվան մեջ արեք, Աստծուն ու Հորը գոհություն մատուցելով նրա ձեռքով»։ Հիմա դուք ձեր թարգմանություններում կարող եք կարդալ ու ասել այսպես. «Բոլորը Տեր Հիսուսի անունով արեք»։ Ուրեմն հայերեն թարգմանության մեջ շատ է գրված անունով բառը, նաև Հիսուսով այդպիսի արտահայտություն շատ կկարդաք հայերեն թարգմանության մեջ, բայց բնակվում այդ բոլորը գրված է Հիսուսի մեջ, Հիսուսի անվան մեջ։ Ու սա նոր կտակարանի ընդհանրապես Աստվածաշնչի ամենակարևոր արտահայտությունն է Հիսուսի մեջ, Հիսուսի անվան մեջ։ Սա Աստվածաշնչի ամենակարևոր արտահայտությունն է։ Դու ունես ամեն ինչ Հիսուսի մեջ, չունես ոչինչ Հիսուսից դուրս։ Դու ունես ամեն ինչ Հիսուսի անվան մեջ, չունես ոչինչ Հիսուսի անունից դուրս։ Եթե Հիսուսի անվան մեջ ես ունես խաղաղություն, ունես ուրախություն, երջանկություն, ամեն ինչ, Հիսուսի անունից դուրս ինչ ունես, մեղքից բացի, դատապարտությունից ու դժոխքից բացի, ինչ ունես ուրիշ։ Այսինքն այս բոլոր խոսքերը մեզ ցույց են տալիս, որ Հիսուս անունը վերցնելը մեզ պարտավորեցնում է մի բանում՝ խոսքերով, գործերով, ամեն ինչով ապրել Հիսուս անվան մեջ։ Այսինքն այնպես, ինչպես Հիսուսն է ուզում, որ մենք ապրենք մեր կյանքում։ Հալելույա։ Ապրում ես այդ պարտավորվածությունը, զգում ես քո շրջապատին Հիսուս անունը ցույց տալու նշանակությունը։ Այդ պարտավորվածությունը միայն մարդկանց առջև չի, նաև քո ներքին կյանքի սրբության մեջ։ Այն պահերին, երբ որ ոչ ոք քեզ չի տեսնում, այն պահերին, երբ որ միայն Աստված է քեզ տեսնում, քո հավատքը ինչպես է թելադրում քեզ։ Բայց միայն պարտավորություն չի։ Գիտեք, Աստվածաշունչը այս երկու բաները շատ հստակ է խոսում։ Ճիշտ այս ձևով երբեք ոչ մի անգամ չեմ ասել, բայց Աստվածաշունչը շատ հստակ խոսում է պարտավորությունների մասին եւ իրավունքների մասին։ Դուք որ գնում եք միտեղ աշխատանքի ընդունվելու, ձեզ ներկայացնում են ձեր պարտավորությունները, ինչ եք պարտավոր անել եւ ինչ իրավունք ունեք անելու։ Օրինակ իրավունք ունեք տարվա մեջ մի անգամ արձակուրդ գնալու, չգիտեմ 20 օրով, մի ամսով, նայած ինչ աշխատանքի որտեղ չէ։ Ունեք այդպիսի իրավունքներ։ Իրավունք ունեք ինչ որ կախված թե ինչպիսի աշխատանք է տվյալ աշխատանքի որոշ բաներից օգտվելու։ Օրինակ գիտեմ նրանք որ աշխատում են հացի փռում, իրենց իրավունք է տրվում օրինակ օրական 2 հաց տուն տանել կամ չգիտեմ տարբեր տեղերում տարբեր է, չէ՞։ Կա չէ այսպեսի։ Իրավունքներ ունեք նաև, ոչ միայն պարտավորություններ, բայց այդ իրավունքներից դուրս, երբ մի բան ավել չարաշահում ես քո իրավունքները, սա ճիշտ չի արդեն, դու պարտավոր ես դրանք բոլորը պահպանելու։ Քանի որ աշխատանքից ասացի, ես մի բան էլ ասեմ, դուք ինքներդ ձեր սեփական կամքով համաձայնվում եք, չէ՞, այդ իրավունքների ու պարտավորություններին։ Որպես Քրիստոսի անունը կրողներ միշտ կատարյալ ձևով մաքուր պահեք ձեր պարտավորություններն ու իրավունքները։ Երբեք մի խախտեք դրանք, որովհետև դուք կրում եք Հիսուսի անունը։ Հիշում եմ մի անգամ մեկը բողոքում էր, ասում ես աշխատում եմ, արժանի եմ ավելի շատ աշխատավարձի, բայց իմ շեֆը չի տալիս, ես էլ միջոց եմ գտել լրացնելու դրա տեղը։ Ասեցի, գիտես, քույր, դու գողություն ես անում, չէ՞ որ դու այդ մարդու մոտ համաձայնվել ես այդ պայմաններով, այդ աշխատավարձով կատարել այդքան աշխատանքը։ Դու իրավունք չունես խաբելու այդ մարդուն։ Լավ, երրորդն ձեզ։ Մենք որ եկել ենք Հիսուսին ու վերցրել ենք մեր վրա Հիսուս անունը, դա մեզ պարտավորեցնում է սուրբ ապրել, պարտավորեցնում է իր անունից խոսել, պարտավորեցնում է մեր կյանքի բոլոր բաները անել իր անվանը համապատասխան, բայց նաև իրավունքներ է տալիս մեզ։ Այս իրավունքների սահմանը այնքան ընդարձակ ու մեծ է, որ նկարագրելն է նույնիսկ դրա դժվար։ Եկեք մի քանի բան ասեմ, շատ քիչ բան ասեմ ընդհանրապես։ Իրավունքներից մեկը գրված է Հովանու ավետարանում։ Բացեք ինձ այդ Հովանու ավետարանը 14-րդ գլուխը։
Ես պիտի կարդամ 13 եւ 14 խոսքերը։ Իհարկե կարելի է ավելի մեծ հատված վերցնել, բայց միայն 13 եւ 14-ը։ Սա վերջին գիշերն էր, որից հետո Հիսուսը մատնվեց, բռնվեց ու վերջին ամենակարևոր բաներն էր խոսում իր աշակերտներին, սովորեցնում։ Այսպես ասեց. «Իմ անունովս ինչ որ խնդրեք, պիտի կատարեմ այն, որպեսզի Հայրը որդիով փառավորվի»։ Սա նաև ցույց է տալիս, որ մեր աղոթքները պիտի լինեն Հիսուս անունով։ Մենք իրավունք ունենք Աստծուց խնդրելու Հիսուս անունով։ Եթե իմ անունովս մի բան խնդրեք, պիտի կատարեմ, երկու անգամ կրկնվում է 13 եւ 14-րդ խոսքերում։ Գիտեք, որ դեպքում սովորեցնողը, ուսուցիչը կրկնում մի բանը, երբ որ ուզում է, որ դա հաստատվի մարդկանց մեջ, երբ որ ուզում է, որ դա չմոռացվի մարդկանց մեջ։ Դրա համար ասում է, եթե իմ անունով մի բան խնդրեք, պիտի կատարեմ, որպեսզի Հայրը որդիով փառավորվի։ Ասում է, եթե իմ անունովս մի բան խնդրեք, պիտի կատարեմ։ Իհարկե ուրիշ տեղեր էլ կան, որ ասում է, եթե իմ անունով խնդրեք, Հայրս կկատարի։ Իր անունը փառավորվի։ Այսինքն Հիսուսի անունով խնդրելու իրավունք ունենք ու վստահություն, որ Հիսուսի անունով խնդրածները պիտի կատարվեն։ Ես հիշում եմ մի քույր պատմում էր այսպիսի մի բան։ Ասում է, այս դժվարությունները ունենում աղոթում եմ, հավատում եմ, որ Աստված լսում է իմ աղոթքները ու պատասխանում է իմ աղոթքներին ու տեսնում եմ այդ պատասխանները։ Ասում եմ, երբ որ շատ նեղության մեջ եմ լինում, ասում եմ, մի յուրահատուկ պահած աղոթք ունեմ։ Ասում եմ, Հայր Հիսուսի անունով խնդրում եմ քեզանից։ Ասում եմ, գիտեմ, որ բեկում չկա, հենց խնդրեցի պիտի կատարվի։ Իհարկե իր հավատքն է այդպիսի կառուցվածքի, բայց հավատացեք, Հիսուսի անունով խնդրվածքը լսվում է Աստծո մոտ։ Եվ սա ինչի, որ դու արտասանում ես Հիսուսի անունով խնդրում եմ։ Եթե դու ապրում ես Հիսուս անվան մեջ, դու խնդրում ես Հիսուսի անունով։ Լավ, երբ որ անհավատ մարդը կանգնում է աղոթքի, ասում է Տեր, խնդրում եմ։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս, ասում եմ այդպես չաղոթես։ Երբ որ անհավատ մարդուն սովորեցնում եմ աղոթել, ինքը կանգնում է աղոթքի, ասում է Աստված, խնդրում եմ։ Ես իրեն ասում եմ այդպես չաղոթես մյուս անգամ։ Աղոթիր Հիսուսի անունով։ Ասա Աստված, խնդրում եմ Հիսուսի անունով, Հայր, խնդրում եմ Հիսուսի անունով։ Կամ Հիսուս, քեզ եմ խնդրում, որովհետև Հիսուսն ասեց այսպիսի խոսքեր. Եթե իմ անունովս մի բան խնդրեք, պիտի կատարեմ, չասեց Հայրս պիտի կատարի, ասեց պիտի կատարեմ։ Այսինքն էլ ինչպես եմ խնդրում։ Ասում Հիսուս, կատարիր այս բանը, խնդրում եմ, ինքն էլ կատարում է։ Պատկերացրիք, ուրեմն անհավատ մարդու համար սա շատ կարևոր է, որ ինքը իր աղոթքի սկիզբը սկսի սրանով, որ իր բերանով Հիսուսի անունը դավանի, որովհետև ինքը աշխարհում ուրիշ տեր է ունեցել։ Ու երբ որ այդ օրը ինքը կանգնում ասում է Տեր, այն ուրիշ տերը իրեն լավ է զգում։ Ու երբ որ ինքը ասում է Աստված իմ, օգնի ինձ, չգիտեմ հիմա վերջը այդ պահին ինչպես, Աստված ճիշտ է հասկանում է, բայց այն մյուս տերը չի հասկանում։ Իսկ Աստված, որպեսզի ներգործի այդ մարդու կյանքում, պետք է որ ինքը արդար լինի, դրա համար պետք է անունը շեշտվի։ Հալելույա։ Չգիտեմ, սա սկսնակներին, որ նրանք նոր սկսում են աղոթել, սովորել, սովորեցրեք այդ ձևը, որ անպայման իրենց շուրթերից դուրս գա Հիսուս անունը։ Ու իրենք անպայման աղոթեն, արտասանեն այդ բառը, որովհետև սատանան մտքերը չի կարդում, բայց պետք է որ նա լսի ձեր շուրթերից դուրս եկած Հիսուս անունը։ Դա մի զորություն է, դա մի խոսք է, մի ուժ է, որ խփում է սատանայի գլխին ամեն անգամ։ Ու քանդում է ձեր կյանքից սատանայի գործերը, հալելույա։ Ես սիրում եմ նրա գործերը քանդել։ Ուրեմն եթե իմ անունով մի բան խնդրեք, պիտի կատարեմ։ Դուք իրավունք ունեք Հիսուսի անունով խնդրելու ու ձեր կյանքում իրականանա։ Միայն խոսքը այնքան կարևոր է այս խոսքը, որ ուղղակի հավատակ գրված խոսքին դուք խնդրեք ու կստանաք, գիտեք։ Պետք է որ մարդու հավատքը հենված լինի Աստծո խոսքերի ճշմարտության վրա, որ դուք վստահեք, որ այդպես գրված է, ուրեմն այդպես կլինի։ Հալելույա, փառք Հիսուսին։ Մի ուրիշն եմ ուզում ասել ու դրանով երևի իրավունքների սահմանը ցույց կտամ, որ ինչքան մեծ է ու ամեն մանրամասն չեմ կարող խոսել։ Նույն Հովհաննես ավետարանում առաջի գլուխը բացառեք ինձ հետ 12-րդ խոսքը ու շատ ձեզ ծանոթ մի խոսք է։ Ես 11-ից կարդամ։ Հիսուսի մասին է խոսքը։ Եկավ իրեններին եւ իրենները իրեն չընդունեցին, իրենները դրանք հրի ազգն էին, որ Հիսուսին չընդունեցին։ Բայց նրանք, որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, որոնք հավատում են իր անվանը։ Այսինքն Հիսուսին ընդունելը ինչից է երևում, որ մարդիկ հավատում են Հիսուսի անվանը։ Հավատալը, եսի նկատի չունեմ սխալ հավատքները, երբ որ ասում ենք հավատալ, հասկանում ենք հենց ճիշտ հավատքը, որ մարդը հավատալով սկսում է ապրել Հիսուսի անվան մեջ։ Բայց ուզում եմ մի հատ ցույց տալ, թե ինչ սահմաններ են բացված ու անսահման իրավունքներ ունեք դուք։ Տեսեք գրված է այսպես, բայց որոնք որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, որոնք հավատում են իր անվանը։ Աստծո որդիներ լինելու իշխանություն տրվեց։ Արդյոք ուրախություն չի առաջացնում քո մեջ հենց այն միտքը, որ դու Հիսուսի անվանը հավատալով արդեն Աստծո որդի ես դարձել։ Իսկ մի պահ մտածեք, ձեր երեխաները ձեր տան մեջ ինչ իրավունքներ ունեն։ Միթե ամեն ինչի տերը իրենք չեն, այդ տան ժառանգները իրենք չեն։ Ու երբ որ երեխան ուզում է որ ջուր խմի, ինքը չի վազում խոհանոցում բացում ջուրը խմում, թե գալիս հարցում է մամ, թույլ կտաս գնամ ջուր խմեմ։ Իրավունքի մեծությունը դուք տեսնում եք։ Դուք ունեք երեխաներ։
Դուք տեսնում եք իրավունքների մեծությունը, հիմա պատկերացրեք, մեր հայրը, երկնային հայրը, Աստված, որ մեզանից բարի է, դեռ մենք չար ենք ու մեր երեխաներին այդքան իրավունք ենք տալիս մեր տան մեջ։ Մեր հայրը Աստված, որ բարի է, իր ամբողջ սրտով ու էությունով, ինչ իրավունքներ է տալիս իր որդիներին իր տան մեջ։ Գիտեք, իր տունը, երկնային թագավորությունը, երբ որ Հիսուսը խոսում էր երկրի վրա իր աշակերտներին, Պետրոսին ասաց, քեզ եմ տալիս երկնքի թագավորության բանալիները։ Ինչ եք կարծում դրանք նյութական բանալիներ էին, այդ պահին ինքը ոչ մի բանալի չտվեց Պետրոսին։ Նյութական ոչ մի բանալի չտվեց։ Դրանից մի արարողություն է մնացել կաթոլիկ եկեղեցում, երբ որ պապ են օծում կաթոլիկ եկեղեցում մի մեծ ոսկե բանալի փոխանցում են իրար։ Ինչքան գիտեմ ոսկե բանալի է դա։ Փոխանցում են իրար։ Դա սիմվոլն է ուղղակի նրա այն որ ասաց Հիսուսը։ Ասաց երկնքի թագավորության բանալիները քեզ եմ տալիս։ Երբևէ եղել է որ դուք ձեր տան բանալիները տաք որևէ մեկին։ Դա ինչ է նշանակում, գիտեք։ Որ այդ մարդուն իրավունք եք տալիս, որ մտնի ձեր տուն։ Երբևէ եղել է որ մեկը ձեզ բանալի տա իր տանը, ու ասի, ահա իմ տան բանալիները։ Սա ինչ է նշանակում, որ նա ձեզ իրավունք տվեց մտնել իր տունը։ Դուք պատկերացնում եք այդ իրավունքի սահմանը ուղղակի մեծություն չունի։ Սահմաններ չկան ուղղակի, դուք մտնում եք ու այդ թագավորության մեջ գտնված ամեն ինչից իրավունք ունեք օգտվելու, որովհետև թագավորությունը ձեր հոր թագավորությունն է։ Ու ապագայում ձեր ժառանգությունը, որ պիտի ժառանգեք դա, Արք Հիսուսին։ Ինչի կարիք ունես դու քո հոր տանից վերցնելու։ Խաղաղության ճիշտ բանալին բաց արա ու մտիր ներս ու ձեռք բեր այդ խաղաղությունը։ Ուրախության բանալին քո ձեռքում արդեն տրված է քեզ։ Քո հորը մոտեցիր, վստահ, համարձակ, ասա հայր, ես սրա կարիքը ունեմ։ Ինչի կարիք ունես։ Այս աշխարհում նյութական դժվարությունների մեջ ես ու կարիք ունես լուծման, գրված է երկիրն ու նրա լիությունը Աստծունն են։ Կարդացել եք այսպիսի խոսքեր։ Կորինթացիների թղթում Պողոս առաքյալն է գրում։ Երկիրն ու նրա լիությունը ումն է մեր հորը։ Իմ հայրն է այդքան հարուստ, որ ամբողջ աշխարհի լիությունը, հարստությունը իր ձեռքում է։ Այնպես մի փոքրիկ կարակ չէ քեզ տա։ Ու մենք մարդիկս միշտ պատկերացնում ենք մի փոքրիկ, ինքը կարա առատությունով տա, ճոխությունով տա, բայց ավելի շատ ինքը ուզում է մեր բնավորությունը դաստիարակի հաճախ նեղությունների մեջ։ Ավելի շատ ուզում է մեզ ձեռք բերի, որ մենք շատ աղոթենք, որ մենք նեղությունների պատճառով կպնենք իրեն, որ մենք մի հատ մեր բերանը բացենք, ասենք հայր Հիսուսի անունով, որովհետև ամեն մի այդպիսի խոսք ասելիս, այդպիսի աղոթքի ժամանակ մենք ենք լցվում Աստծով։ Ոչ թե Աստված դրանից լավ ազգում, հա ինքը լավ ազգում, որ մենք մոտենում ենք իրեն։ Ինչպես ծնողներն են լավ զգում, երբ որ իրենց երեխաները իրենց սիրում են, բայց ոչ թե ինքը այնպես դիրքով իշխանական, չգիտեմ, ինքը հայր է, ինքը հարազատ հայր է։ Իջնում է, գրկում է իր երեխաներին, սիրում է խաղալ իր երեխաների հետ, ուրախանալ իր երեխաների հետ, իր անունը փառավորվի։ Եվ գիտեք, դա Հիսուսի անվան շնորհքով։ Հալելույա։ Գրված է նրանք, ովքեր հավատացին Հիսուսի անվանը, իշխանություն տրվեց կոչվել Աստծո որդիներ։ Ինչի կարիք ունես կյանքում։ Զորության Հիվանդություն, որտեղ պետք է որ Աստծո զորությունը բուժի, ճիշտ տեղում կարող ես դիմել Հիսուսին, հայր Հիսուսի անունով։ Հիսուս, խնդրում եմ։ Կարծես թե որդիական իշխանության մեջ մտնում է նաև խնդրվածքը, ամեն ինչը։ Հակոբոսը մի հետարքիր խոսք է գրում։ Ասում է, չունեք, գիտեք ինչի համար, որովհետև չեք խնդրում։ Ինչքան պարզ է Աստծո խոսքը, ինչքան լավն է Աստծո խոսքը։ Ասում է, կարիքը ունեք, ու համել չունեք։ Ինչու, որովհետև չեք խնդրում։ Հակոբոս 4 գլխի հենց սկզբից գրված է այդ խոսքը։ Այսինքն խնդրեք ու կունենաք, ինչն է դժվար։ Հիմա ես չեմ ասում, որ մենք կանգնեցինք Աստծո առաջ, ասացինք Տեր, ինձ մի հատ Mercedes տուր վաղ առավոտյան։ Չէ, Աստծո համար նյութականից առավել թանկ արժի մեր բնավորությունը։ Աստված հաճախ օգտագործում այդ նյութական դժվարությունները, մարդկանց տված նեղությունները, ինչի համար մեր բնավորությունը ուղղելու, մեր բնավորության մեջ են թերի մասերը ուղղելու համար։ Չէ, իր համար հեչ դժվար չի, գիտեք։ Ոչ մի բան դժվար չի, եթե երկիրն ու նրա լիությունը Տիրոջ ձեռքերի մեջ են, մեր հոր ձեռքերում են, իրենն են։ Իր համար դժվար է ինչ-որ մի գործ անել։ Աստծո զորության սահմանները բաց արեք ձեր մտքում։ Ինքը բոլոր տեսակ կարողությունները ունի ձեզ օրհնելու, ձեզ լցնելու, հոգևորապես ու նյութապես։ Ուղղակի մի բան է ինքը շատ ուզում, ավելի շատ ձեզ ունենալ։ Դրա համար այսօրվա տեսիլքը, որ պատմեց Նազարին, շատ կարևոր է մեր համար։ Հիսուսը իր ձեռքում կրակներ ունի, որ ուզում է թափել զոհասեղանների վրա, բայց կթափի այն զոհասեղանին, որտեղ զոհ է դրված։ Եթե քո անձը դնես Աստծո զոհասեղանի վրա, նվիրես, քո անձդ մատնած մարդ լինես, քո պարտականությունները պահող մարդ լինես, Աստծո օրհնություններից մեկը պակաս չլինելու քո կյանքում։ Երբ որ դու մեկի հետ գործարք կազմես ու գործարքի մեջ գրված լինի երկու կողմերի պարտավորություններն ու իրավունքները, դու թույլ կտաս քո կողքինը օգտվի իրավունքներից, եթե պարտականությունները չկատարի։ Դու որպես մարդ, երբ որ գործարք կազմես, ու տեսնես, որ այդ ում հետ որ գործարքի մեջ ես մտել, ինքը պարտավորությունները չի կատարում, դու թույլ կտաս, որ իրավունքներից օգտվի։
Դուք միաժամանակ իրար հետ աշխատում եք ընդհանրենք։ Եկած եկամուտը պիտի կիսեք երկու մասը իրար մեջ։ Ու հանկարծ ինքը չի աշխատում բոլորովին, ամբողջ աշխատանքը դու ես անում։ Հետո եկած փողի ժամանակ ինքը գալիս ասում է դե այն բաժինը տուր։ Դու կհամաձայնվես, չես ասի, ընկեր ուր էիր մինչև հիմա։ Այն ժամանակ որ քրտնաջան աշխատանքի կարիք կար դու ուր էիր։ Կասես, չէ, որքան Աստված։ Ինքը շատ է սիրում մեզ, օրհնում է մեզ, բայց ուզում է որ մենք մեր պարտականությունները ճիշտ պահենք, որպեսզի իրավունքներից էլ ազատ կարողանանք օգտվել։ Մի ուրիշ կողմ ասեմ, եթե նույնիսկ ինքը ազատությամբ լրիվ իրավունքները տվել է մեզ օգտվելու երկնքի թագավորությունից, դու չես կարողանում վերցնել, երես չես ունենում Աստծուն խնդրելու, երբ որ իր պարտականությունները չես պահում։ Նկատել եք դա։ Վերանդ ուզում ես բացես, ասես Հիսուս ջան, այս հարցը, եկել նկատում ես, որ մի րոպե առաջ Հիսուսի անունը կրելով, մի հատ այնպիսի վատ խոսք ասեցիր, այնպիսի մի վատ բան արեցիր։ Վերանդ չի բացվում, մի հատ ասես Հիսուս խնդրում եմ։ Դրա համար միջոց կա դրա համար։ Գալիս ես Հիսուսի առաջ, ասում ես Տեր, էլի խնդրում եմ, որ մի հատ ինձ մաքրի այդ իմ արած անօրենությունից, այդ մեղքից, մի հատ իմ շուրթերս մաքրիր, որ քո անունը փառավորող լինեմ, ոչ թե անարգող։ Աստված ընդունում է քո աղոթքը զղջման, քեզ վերցնում է իր ձեռքերի մեջ, լցնում է քեզ իր հոգով, ու հետո խնդրում ես, ասում ես Տեր, ես հարցն էլի խնդրում եմ լուծիր։ Աստծո առջև ցածր խոնար դիրքով գրված է ես բարձր եմ ու բարձրերն եմ բնակվում, բայց խոնար ու կոտրած հոգու հետ եմ։ Կարդացել եք Ալելույա Հիսուսին, օրհնյալ լինի իր անունը։ Հիսուսի անունը կրելը միայն պարտավորություններ ու իրավունքներ չի, ինքը բնական հետևանքներ է թողնում մեր կյանքում։ Ու երբ որ այս բաժնի համար աղոթում էի ու մտածում էի թե այս հետևանքներից որոնք պիտի ասեմ ձեզ, այնքան շատ էին։ Աստված տամ որ միայն այդ հետևանքներից խոսեմ։ Առաջի Կորինթացիների 6-րդ գլխի 11-րդ խոսքում գրված է լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացաք Տեր Հիսուսի անունով ու Սուրբ Հոգով։ Տեր Հիսուսի անունով ու նրա հոգով։ Երբ որ մենք եկանք Հիսուսին, մենք կոչվեցինք սուրբեր։ Գիտեք, մենք հետո չենք կոչվելու սուրբեր։ Այն պահին, որ դու Հիսուսի անունը վերցրեցիր քո վրա, դու կոչվեցիր սուրբ։ Դու հայտարարվեցիր Աստծո կողմից արդար, որովհետև դու հավատացիր ու ընդունեցիր Հիսուսի անունը ու ինքդ մտար այդ անվան մեջ։ Իսկ պիղծ ոչինչ չի կարող մնալ անվան մեջ, Հիսուս անվան մեջ։ Դու կոչվեցիր սուրբ։ Սա քեզ պարտավորեցնում է, որ դու սուրբ ապրես, կոչումիդ համապատասխան ապրես։ Մի քանի տեղեր Պողոս առաքյալն է գրում, ասում է ապրեք այն կոչումին համապատասխան, որ ձեր վրա դրված է։ Ու որ կարդում ես տեքստը, չի երևում, թե ինքը ինչ կոչման մասին է խոսում։ Օրինակ Եփեսացիների թղթում կա, կարծեմ 4-րդ գլխի առաջի խոսքն է, ասում է ապրեք այն կոչմանը համապատասխան, որ ձեր վրա դրվեց։ Բայց որ կարդում եք, կարծես թե չի երևում, թե այդ ինչ կոչման մասին է խոսքը։ Բայց երբ որ կարդում եք դրանից վերև գրված է, որ այսպես մեղքեր մի գործեք, հապա այսպիսի ճիշտ բաներ գործեք, հասկանում ենք, որ դա սուրբ կոչման մասին է խոսքը։ Այդ սուրբ կոչումը դրվեց մեր վրա, երբ որ մենք ընդունեցինք Հիսուսի անունը։ Դա մեզ պարտավորեցնում է ապրել ճիշտ, բայց դա հետևանքն էր անունը ընդունելու։ Ոչ թե մենք դառնում ենք կատարյալ սուրբ, հետո նորը մեր վրա դրվում այդ կոչումը։ Հենց մենք ընդունեցինք դրվեց, դա բնական հետևանքն էր, որովհետև իր անունով մենք մաքրվեցինք, սրբվեցինք, արդարացանք, լվացվեցինք։ Ընդունում եք դա։ Ալելույա։ Գրված Աստված տգիտության ժամանակները անտես է անում։ Այսինքն այն պահին, որ դու ընդունեցիր Հիսուսի անունը, դրանից առաջ եղած քո ամբողջ կյանքը ինքը անտես է անում, ջնջում է։ Գիտեք սա ինչ երանություն է։ Երբ որ դու կանգնես դատարանի առաջ դատվելու, այն տարիներին քո գործած մեղքերի համար քեզանից չի պահանջվելու։ Քեզանից հաշիվ չի պահանջվելու, հաշիվ պահանջվելու այն պահից սկսած, երբ որ դու ընդունեցիր Հիսուսի անունը։ Երբ որ դու ճանաչեցիր ու ընդունեցիր Հիսուսի անունը։ Դրանից հետո պիտի պահանջվի ինչ արեցիր, ինչքանով փառավորեցիր իմ անունը, ինչքանով չփառավորեցիր, ինչու չխոսեցիր իմ անունից մի դեպք ցույց կտամ, մի ուրիշ տեղում կասեցիր լավ չասեցիր, որ այսպես վատ բան այցի այլն։ Դատաստանից չեմ ուզում խոսել, սա բնական հետևանքն է։ Ուրեմն կարդանք Հովաննու ավետարանում ամենավերջի խոսքերից մեկը, դա գրված է 20-րդ գլխում։ Հովհաննեսը իր ավետարանը վերջացնելով մի հետարքիչ բան է ասում, ասում է եւ Հիսուսը ուրիշ շատ նշաններ էլ արեց իր աշակերտների առջև, որոնք այս գրքի մեջ գրված չեն։ Պատկերացրեք ինչքան շատ նշաններ է արվել։ Բայց դրանք գրվեցին, որպիսի հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, եւ որպիսի հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Հավատալով կյանք ունենաք նրա անվան մեջ։ Եթե դուք հավատում եք Հիսուսին, դուք կյանք եք ստանում։ Չգիտեմ, ապրել եք ձեր կյանքում այսպիսի մի բան, որ մինչև Հիսուսի անունը ընդունելը դուք մեռած եք եղել։ Հիսուսի անունը ընդունելով դուք կյանք ընդունեցիք։ Այս երջանկությունը, այս կտրուկ փոփոխությունը չեք ապրել ձեր կյանքում, երբ որ այն ժամանակ դուք մեռած եք եղել մեղքերի մեջ, Աստծո հետ հարաբերություն չեք ունեցել։ Ձեր կյանքում ամեն ինչ մարած ա եղել կապված Աստծո հետ։ Գիտեք մեռած ինչ է նշանակում։ Ես մի անգամ մանրամասն եմ խոսել դրա մասին։ Երբ որ
Ինչ անում եք, ձեզ ռեակցիա չի տալիս, այսօ մեռածն է։ Դիակին փորձել եք ականջին գոռակ, չի ասում, ինչ ես ականջից գոռում։ Մի հատ ապտակ եք, պատասխան չի տալիս, չի խփում։ Ուզում եք լավ բան արեք, գովում եք իրեն, մեզ լավ չի զգում իրեն, մեռած է, դրա համար չի անում։ Մենք մեռած ենք եղել Աստծո համար, այն ժամանակ, երբ որ հարաբերություն չենք ունեցել Աստծո հետ։ Ինքը մեզ գովել է, մենք չենք հասկացել, ասել է քեզ շատ եմ սիրում, մենք չենք լսել։ Ինքը հանդիմանել է, մենք չենք ապրել այդ հանդիմանությունը։ Ինքը բարկացել է մեր վրա, մենք չենք լսել, մենք ռեակցիա չենք տվել Աստծուն։ Այսօ մեռածն է։ Բայց երբ որ ընդունեցինք Հիսուսի անունը, մենք հասկացանք Աստված ինչ է ուզում մեզանից։ Մենք հիմա ոչ միայն ընդունել ենք Հիսուսի անունը, գիտեք Աստծուն ճանաչելը որն է, սա էլ եմ շատ հաճախ ասում։ Աստծուն ճանաչելը այն է, որ մարդը հասկանում է Աստծուն։ Գիտեք անհավատներն էլ գիտեն, որ Աստված ամենակարող է։ Որ Աստված ամեն բան գիտի, անհավատներն էլ գիտեն։ Ու շատ ժամանակ իրենք են ասում, շատ անհավատներ իրենք են ասում։ Բայց Աստծուն ճանաչելը սա է, որ դու կհասկանաս Աստծո սիրտը ինչ ապրեց այդ պահին։ Այս է Աստծուն ճանաչելը։ Դու ինչ որ բան ես ապրում կյանքում, ու նույն պահին հասկանում ես, թե Աստված ինչ է ապրում իր սրտի մեջ։ Օրինակ գիտեք, որ Աստծո ուրախությունը իր ժողովրդի, իր որդիների զորավոր լինելն է, այդպիսի խոսք է գրված Նեհեմիայի գրքում։ Գիտեք այդպիսի բան։ Այսինքն երբ դու զորավոր ես, երբ դու լցված ես Աստծո զորությունով, ու այդ զորությունով գործում ես, Աստված ուրախանում է։ Գիտեք հայրը ոնց է ուրախանում, երբ տեսնում է իր տղայի ուժեղ լինելը։ Որ տղաները իրար հետ կռվում են, մեկ էլ իմ տղեն հաղթեց կռվի մեջ։ Իրար հետ բարմա են կպնում, մեկ էլ իմ տղեն հաղթեց։ Հայրը ոնց է իրեն լավ զգում, չէ՞։ Այդպես մեր երկնային հայրն է լավ զգում, երբ որ մենք երկրի վրա հոգևոր ուժ ենք ունենում, հոգևոր զորություն ենք ունենում։ Ես մի փոքրիկ բաժին ասացի, բայց ինչքան մեր հայրը հաճախ տխրում է, երբ որ մենք վերցնում ենք իր որդու, իր զոհաբերած որդու, Հիսուսի անունը ու հանկարծ սխալ ենք ապրում։ Ինչ ցավ է ապրում իր մեջ Աստված։ Այս է Աստծուն ճանաչելը, որ դու կարողանում ես հասկանալ, թե Աստված ինչ է ապրում իր սրտում։ Հալելույա։ Որպեսզի կյանք ունենաք Հիսուսի անվան մեջ։ Ուրեմն նախատինք կրել 1 Պետրոս 4:14։ Սա Հիսուսի անունը կրելու, Հիսուսի անունը վերցնելու բնական հետևանքներից մեկն է։ Կարող եմ մի քիչ դժվար բան եմ ասում։ Պետրոս առաքյալը այսպիսի խոսքեր է գրում։ Իր 1-րդ խոսքում։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի եւ զորության եւ Աստծո հոգին ձեր վրա հանգչած է։ Եվ այլն շարունակություն չկարդամ։ Այս է կարևոր։ Գիտեք, այնտեղ որտեղ կա Հիսուսի անունը, Սատանան հարձակվում այդ անվան վրա։ Սատանայի նպատակը մեր նյութականը փողը չի։ Սատանայի նպատակը մեր մարմնի առողջությունը կամ հիվանդ լինելը չի։ Սատանայի նպատակն է, որ մեր կյանքում չլինի Հիսուս։ Իր հարձակումն է Հիսուսի վրա։ Ինքը ինչպես առաջի դարում հարձակվեց Հիսուսի վրա ու նրան խաչի մատնեց, մահվան մատնեց։ Նույն ձևով այսօր այս աշխարհում ինքը շարունակում է հարձակվել քրիստոնյաների վրա նրանց կյանքում Հիսուսին սպանելու համար։ Եթե իրեն հաջողվում է քեզ մեղք գործել տալ, իրեն հաջողվեց մի հատ մեղք խփել Հիսուսի ձեռքին։ Եթե իրեն հաջողվեց քեզ մի անգամ ուրանալ տալ, բերանդ փակել տալ, որ դու չխոսես Հիսուսի անունից, ամաչելով կամ չգիտեմ ինչ պատճառով, իրեն հաջողվեց մի հատ ցավ պատճառել Հիսուսին։ Իր նպատակը Հիսուսն է, իր նպատակը դու չես։ Եթե դու Հիսուս ընդունած չլինեիր, դու դժոխքում կլինեիր։ Երբ որ քո կյանքում իրեն հաջողվի սպանել Հիսուսին, ինքը քեզ դժոխք կհասցնի։ Այս է իր նպատակը։ Ու մինչև աշխարհի վերջը, ինչքան ժամանակ որ իրեն տրվածագործելու, ինքը պիտի հարձակվի Հիսուսի անվան վրա, այնտեղ որտեղ կա Հիսուսի անունը։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք։ Ինքը հարձակվում է, դուք դրա պատճառով նեղություններ եք ունենում, բայց դուք դառնում եք Աստծո մոտ երանելի, եթե ճիշտ եք վերաբերվում այդ ժամանակ։ Եթե դուք ձեր ճիշտ վարքով, ճիշտ խոսքերով հաղթում եք սատանային, դառնում եք երանելի։ Հալելույա։ Ձեզ ավելին ասեմ, եթե նույնիսկ չիմանաք էլ, որ ձեր վրա հարձակվել են, դուք երանելի եք դառնում։ Գրված է երկնքում ձեր վարձքը շատանում է։ Կարող է միտեղ ձեր մասին բամբասում են։ Դուք չեք էլ իմանում դրա մասին։ Երկնքում ձեր վարձքը շատանում է։ Եթե ձեր մասին խոսում են, ձեր մասին վատ բաներ են ասում նրա համար, որ դուք Հիսուսինն եք, միայն ուրախացեք դրա համար։ Երկնքում ձեր վարձքը շատանում է, Աստված ուրախանում է դրա համար։ Դուք էլ ուրախացեք դրա համար։ Հալելույա։ Դա գրված է Մատթեոս 5-րդ գլխում երանիների մեջ։ Հիսուս ասեց. «Երանի ձեզ, եթե ձեզ սուրբ տեղը վատ բաներ կասեն իմ անվան համար»։ Այս սուրբ տեղը շատ կարևոր է, ու Պետրոսը այդ հատվածը շատ ավելի մեծացնում է։ Ասում է չլինի, որ ձեզ նախատեն, ձեզ վատ բաներ ասեն նրա համար, որ դուք ուրիշի գործերին եք խառնվում։ Նրա համար, որ դուք մի վատ բան եք անում, Պետրոսը մանրամասն է ասում իր թղթում դրա մասին։ Բայց եթե իզուր տեղն են ասում, երանելի եք։ Հալելույա։ Այդ երանությունը ապրեք հավատքով, որովհետև դուք իսկապես երանելի եք Հիսուսի անվան մեջ։ Տեր օրհնի ձեզ։
Եվ մի բնական հետևանք էլ պիտի ունենա, որ գրված է Հայտնության գրքում, այսօր դուք ընդունել եք Հիսուսի անունը, այսօր այն 3 հետևանքները, որ ասացի, արդեն կան ձեր կյանքում ու կլինեն ձեր կյանքում, դուք մաքրվել եք, կյանք ունեք ու կնախատվեք Հիսուսի անվան համար ժամանակ առ ժամանակ, բայց մի բնական հետևանք էլ կա, որը հետո պիտի լինի, երբ որ Հիսուսը գա այս երկիր։ Դա գրված է Հայտնության 11-րդ գլխում, նկարագրում է իր գալուստը։ Ինքը պիտի դատի այս ազգերը, պիտի դատի ժողովրդին։ Ու դրա հետ միասին գրված է այսպիսի խոսք. ու վարձք պիտի տաս քո ծառաներիդ, ես կարդում եմ Հայտնության 11-րդ գլխի 18-րդ խոսքից միայն մի հատված. վարձք պիտի տաս քո ծառաներիդ, մարգարեներին եւ սուրբերին ու քո անունիցդ վախեցողներին։ Վարձք պիտի տաս նրանց, ովքեր քո անունը ընդունել են, կարճ այսպես կասենք։ Լավ, պատկերացնում եք, Հիսուսը պիտի գա։ Գրված է այդ օրը լինելու է ահավոր, սարսափելի մի օր։ Երևի մի անգամ շատ մանրամասն խոսեմ Հիսուսի գալուստից։ Այդ օրը լինելու է այնպիսի մի օր, որտեղ նրանք, ովքեր Հիսուսի անունը չեն ընդունել, այլ հակառակ են եղել Հիսուսի անվանը, գրված է լեռներին պիտի ասեն ընկեք մեզ ծածկեք նրա երեսից, որովհետև ինքը պիտի գա մեծ զորությունով, մեծ փառքով, պիտի գա դատելու որպես դատավոր, բայց լինելու է մի ժողովուրդ, մի ազգ, գրված խոսքով եմ ասում, գիտեք այդ որ ժողովուրդն է, եկեղեցին, բոլոր ազգերի ժողովուրդների մեջից վերցրած, ընտրված եկեղեցին։ Լինելու է մի ժողովուրդ, որ ոչ թե լեռներին ասելու է թափվեք ու մեզ ծածկեք նրա երեսից, որովհետև վախենում ենք, այլ նայելու է Հիսուսին, ասելու է արի սպասում էինք քեզ, հալելույա։ Ու լինելու է երջանիկ։ Մի դեպք կա, ես ձեզ պատմել եմ այդ դեպքը, բայց շատ տեղին է էլի պատմելու։ Եթե հիշում եք տարիներ առաջ Բաթումիում մի զինպահեստ էր պայթել, հիշում եք այդ դեպքը։ Ինչպես այստեղ Բալահովիտում, որ զինապահեստը պայթեց ու մի մեծ շրջակայք մարդկանց էվակուացրին։ Ես այդ ժամանակ հենց այդ ժամանակ աշխատում էի ջրվեժում, նույնիսկ թույլ չտվեցին, որ ջրվեժ գնանք աշխատելու, որովհետև այդ շրջանը համարվում է շատ վտանգավոր շրջան։ Ուրեմն այդպես էլ Բաթումիում մի պահ, որ զինապահեստները պայթեցին, ասում եմ ուրեմն ամբողջ երկնքով էլ ռակետներ են թռնում, չգիտեմ, կաշտարարության փոքրիկ հրթիռներ, նկատի չունեմ, չգիտեմ ինչ էր։ Ու էլ ռակետներ են թռնում, էլ ինչ կրակ, բոց, ասում եմ ժողովուրդը դուրս են եկել սարսափած այդ առաջի պայթյուններ, ու ասում եմ չեն էլ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Ասում եմ մի տատիկ կանգնում է, հալելույա, Հիսուսն է գալիս։ Ինքը ասել է կրակով եմ գալու։ Մի նայեք, որ ինքը սխալվեց, ինքը ճիշտ հավատք ուներ։ Աստվածաշունչը ասում է, որ այդ պարզ հավատքն է, երեխայի պես այդ հավատքն է պետք ունենալ։ Աստվածաշունչը ասում է, որ Հիսուսը պիտի գա բորբոքած կրակով վրեժ առնելու աննազաններից։ Կարդացել եք 2 Թեսաղոնիկեցիների 1 գլխում է գրված։ Բայց լինելու է մի ժողովուրդ, որ ասելու է հալելույա, արի Տեր, քեզ սպասել ենք։ Թե ոմանց համար դա կլինի պատժի կրակ, ոմանց համար կլինի ուրախության կրակ։ Հալելույա, փառք Հիսուսին։ Այո, որ այդպիսի նեղության պահ լինի ու դու արտահայտես քո մեջ եղած պարզ մանկական հավատքը, կողքի մարդիկ էլ կտեսնեն ու կհավատան։ Երբ որ գա, ինքը իր սուրբերին պիտի վարձատրի իր անունը կրելու համար։ Հալելույա։ Ուրախ ես, եկեք փառաբանենք Տիրոջը։ Մի հատ շնորհակալություն ասենք։ Եթե խոսքի ժամանակ տեսար, որ Հիսուսի անվան մեջ դեռ այնպես չես ապրում, ինչպես Աստված է ուզում, խոսիր Հիսուսի հետ։ Անկեղծ պարզ ուղիղ սրտով խոսիր, ասա Հիսուս, ուզում եմ քո անվան մեջ ապրեմ այնպես, ինչպես դու ես ուզում, որպեսզի քո անունը ոչ թե անարգող, այլ փառավորող լինեմ։ Պարզ քո սրտի խոսքը, քո շուրթերից թող բխի Հիսուսին, որովհետև հիմա քեզ ոչ թե մարդիկ, այլ անձամբ Հիսուսն է լսում։